Լոս Անջելեսի հեռուստամարաթոնով նոյեմբերի 25-ին ամփոփվեց Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքի արդյունքը։ Բարեգործական ճաշկերույթներ, ռադիո, հեռախոսային և հեռուստատեսային մարաթոններ, SMS և փոստային փոխանցումներ, տպավորիչ մասնակցություն, առատ նվիրատվություններ։ Աննախադեպ համախմբում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի ջրամատակարարման ենթակառուցվածքների ստեղծման և նորացման ծրագրի շուրջ։ Այս տարվա նոյեմբերին Լոս Անջելեսում Հայաստան հիմնադրամն անցկացրեց իր հերթական 13-րդ հեռուստամարաթոնը, որի արդյունքն ու ընդգրկումը տպավորիչ էր։ Thank you, Shanora Dalam, that was beautiful. Thank you guys. Ամփոփելով Ռուսաստանում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Լատինական Ամերիկայում և այլուր անցկացված դրամահավաք միջոցառումների արդյունքները, Հայաստան համահայկական հիմնադրամը հայտարարեց 20,800,000 ամերիկյան դոլարի նվիրատվության մասին։ Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն դրամահավաքը սկսվեց Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայից։ Հանրապետության նախագահ և Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այստեղ էին հավաքվել ռուսահայ ազդեցիկ գործարարներ, որոնց մի մասն արդեն հանրությանը հայտնի են առատաձեռն նվիրատվություններով։ Ինչպես գիտեք, այս տարի ևս Հայաստան համահայկական հիմնադրամի գործունեությունն ուղղված է լինելու Արցախի վերելքին։ Իրականացվել են ծրագրեր, որոնց նպատակն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի բարեշինությունը և բնակիչների բարեկեցությունը։ Այս սրահում այսպիսի լսարանի առջև ես ավելորդ եմ համարում խոսել այդ գործերի կարևորության և անհետաձգելիության մասին։ Հայաստան հիմնադրամն այն եզակի կառույցներից է, որը ունենալով համազգային ընդգրկում կարողացել է տարիներ շարունակ իրականացնել կենսական կարևորության ծրագրեր, հատկապես իրականացնել գաղափարի շուրջը համախմբելու առաքելություն։ Իմ ուղերձը ձեզ շատ հստակ է։ Լեռնային Ղարաբաղը կայացած և շարունակաբար ամրացող պետություն է։ Մենք միշտ ամուր ենք եղել մեր հողի վրա, ամուր ենք այսօր և շատ ավելի ամուր ենք լինելու ապագայում։ Շնորհակալ եմ։ Անցյալ տարի, դիմելով նույն լսարանին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ու Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը կոչ էին անում մասնակցել Շուշիի զարգացման ծրագրին։ Մեկ տարի անց Հայաստան համահայկական հիմնադրամն իր նվիրատուներին ցույց տալու շատ բան ուներ։ Բարեկարգված փողոցներ, ջրամատակարարման նորակառույց ներքին ցանց, նորոգված ու նորոգվող գրադարան, դպրոց, մշակույթի տուն, ամուր հուսալի ծածկ քաղաքի բնակելի շենքերի վրա։ Մոսկովյան բարեգործական ճաշկերույթի ընթացքում ռուսահայ բարերարները հանգանակեցին 8,400,000 ամերիկյան դոլար։ Սա լավ մեկնարկ էր հեռուստամարաթոն 2010-ի համար, հատկապես որ առաջադրված խնդիրն ինքնին համոզիչ էր։ Ջրի հիմնախնդիրը առնչվում է մեր կենսագործունեության բոլոր ոլորտների հետ։ Այն ունի և տնտեսական, և քաղաքական, և սոցիալ-կենցաղային առանցքային նշանակություն։ Փաստորեն մենք լուծում տալով ջրի հիմնախնդրին, մենք ավելի հուսալի ենք դարձնում և ավելի բարեկեցիկ Արցախի վաղվա օրը։ Ջուրը կյանք է, հակիրճ, բայց խոսում այս կարգախոսը ոգևորության աղբյուր էր ոչ միայն Սփյուռքում, այլև Հայաստանում և Արցախում։ Ինչպես որ գրված է մեր շաբիկներում վրա, ջուրը կյանքը խորհրդանիշ է։ Հետևաբար, բոլորս պետք է օգնենք, որպեսզի մեր հայրենիքի մեջ ապրող ժողովուրդը ունենա հոսող զուլակ ջուր յուրաքանչյուրը իր բնակարանին մեջ։ Հայ քույրերու վարժարանեն աշակերտական խորհուրդ են, ես Ալեք Քիլիսյան,
Բոլոր ընկերներուս անունով կներկայացնեմ այս տարվա մեր հանքանակությունը $2800 մեր զորակցությունը հայտնելու Արցախի մեր քույրերու եւ եղբայրներու։ Շնորհակալություն։ Սփյուռքահայ դպրոցականների օրինակը վարակել էր նաև Երևանի դպրոցների աշակերտներին, ովքեր խումբ գալով Հայաստան հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակ անում էին իրենց համեստ, բայց նշանակալի նվիրատվությունները։ Ինչպես միշտ, տպավորիչ էր համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքը $2,475,540, ինչը շուրջ 10%-ով ավելի է անցած տարվանից։ Եվրոպայում այս տարի նորություն էր Հունաստանի հայ համայնքի մասնակցությունը։ Գողջունեմ հունահայությունը, որ հագարակ դնդեսական ծանր պայմաններում, որոնց ամեն մարդ ծանոթ է, առաջին դարվան ընթացքին իսկ ունեցան ավելի քան $63,500 նվիրատվություններ։ Շուրջ $150,000 արդյունքով ավարտվեց Լիբանանի ռադիոմարաթոնը։ Հեռախոսային եւ ռադիոմարաթոններ տեղի ունեցան Բրազիլիայում, Ուրուգվայում, այլ երկրներում։ Այս տարի եւս շարունակվեց Հայաստան հիմնադրամի եւ Հայփոստի 2 տարի առաջ սկսված համագործակցությունը։ Փոստային բաժանմունքներից նվիրատվություններ կատարեցին շուրջ 18,000 քաղաքացիներ։ Իսկ SMS-ով նվիրատվություններ կատարելու գաղափարին, որն անցած տարիներին իրականացվում էր Vivasel MTS-ի հետ, միացան նաև բջջային հեռախոսակապի հայաստանյան մյուս օպերատորները՝ Beeline-ը եւ Orange-ը։ Աշխարհագրությունը մեծացել է եւ նոր տեխնոլոգիաների ներդրման պատճառով եւ նաեւ իհարկե նոր տեղական մարմիններ հիմնելու պատճառով, հա, մենք ունենք Սիրիայում տեղական մարմին, Հունաստանում տեղական մարմին, Ուրուգվայում տեղական մարմին, Պարսկաստանում աշխատում ենք մի խումբ մեր հայրենակիցների հետ եւ նաեւ շարունակելու ենք նոր տեղական մարմինների հիմնումը։ Լոս Անջելեսի հեռուստամարաթոնը, որն անցկացվում է ամերիկյան ամենասիրված տոնի գոհաբանության օրը, վերջին տարիներին դարձել էր ոչ միայն ամերիկահայերի մասնակցության առիթ, այլև համազգային համախմբման ստուգատես։ Մեկ տարի անց մենք հնարավորություն կունենանք այստեղ մեր հայրենակիցներին ներկայացնել արդեն մեր իսկ կողմից կատարած աշխատանքները եւ ամենակարևորը որակով կատարած աշխատանքները, որը հնարավորություն կտա մեր երկրի բնակչությանը, մեր ժողովրդի հոգսերը թեթևացնելու։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին այսօր այս ձեռնարկին մասնակցելու համար, մեկ անգամ եւս շնորհավորում եմ գոհաբանության այսօրվա կապակցությամբ, որը ինչպես ես առավոտյան իմ խոսքում նշեցի, վերահացվել միաբանության մեզ բոլորիս համար։ Ավարտվեց Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոնը։ Ավարտվեց 2010 թվականը։ Սկսվում է նոր տարի, սկսվում են նոր ծրագրեր, որոնք փոփոխություն են մտցնելու մարդու կյանքում։